Պատմության թանգարանի ցուցասրահի կենտրոնում Անի Բերդաքաղաքի մակետն է, շուրջը ամառային դպրոցի մասնակիցները։ Ծանոթանում են հազար ու մի եկեղեցիների քաղաքի պատմությանն ու մշակույթին։ Պետք է ուշադիր լսեն, քանի որ վերջում հանձնարարություն են ունենալու։ Կոնստրուկցիան անի շատ մեծ էր եւ շատ օրիգինալ էր, ասենց ասեմ։ Ամեն մի գիծը երևում էր եւ ամեն ինչ ասենց ասած ոնց որ իսկական լինել, իսկականի նման։ Դասագրքերում էի կարդացել եւ այդքան լավ պատկերացում չէի կազմել, բայց երբ որ ես եկա թանգարան եւ տեսա այդ ամեն ինչը, արդեն իմ մոտ ամեն ինչ հաստատվեց։ 8-ից 13 տարեկաններն ամառային դպրոցի ընթացքում կայցելեն պատմության թանգարան, կմասնակցեն ինտերակտիվ խաղերի եւ արհեստագործական դասընթացների։ Օրինակ մեր նկարահանման պահին մինչեւ ավագ դպրոցականների խումբն Անիներ ուսումնասիրում, փոքրերն արդեն գոգնոցները կապել, ձեռքերը թրջել, կավից ամաններ էին ծեփում։ Երեխաները կրթական ծրագրերի շրջանակում ծանոթանալու են մեր պատմության ամենատարբեր փուլերի հետ, սկսած նախնադարից մինչև մեր օրեր։ Այդ շրջանակում, այսինքն կրթական ծրագրերի միջոցով փորձելու են ծանոթանալ ինչպես են մեր նախնիները աշխատել ամենատարբեր նյութերի հետ, ինչպիսին է եղել երկրագործություն, արհեստագործության տարբեր ճյուղերը Հայաստանում, ավելի ուշ նաև գորգագործություն եւ այլն։ Երեխան եթե սիրի ամառային դպրոցը իր ընկերներին էլ կբերի թանգարան, նշում է փոխտնօրենը։ Այս ծրագրի նպատակներից է ոչ միայն կրթել դպրոցականներին, այլև նրանց շրջանում թանգարաններ հաճախելու մշակույթ ձևավորել։ Պատմության թանգարանի համար շատ կարևոր է հատկապես մեր փոքրիկ այցելուների ներգրավվածությունը եւ նրանց այցերի ավելի հաճախակի դարձնելը, իսկ ինտերակտիվ կրթական ծրագրերը, խաղային մեթոդները, մանկավարժական տարբեր, այսպես մեթոդների կիրառումը ծանոթացնելու համար մեր պատմությանը, մեր ցուցանմուշներին, մեր սրահներին ավելի դյուրին են դարձնում երեխաների համար ընկալելու նյութը։ Ամառային դպրոցը կտևի 3 շաբաթ։ Կարող են միանալ բոլորը, անկախ նրանից նախապես գրանցվել են, թե ոչ։ Արամ Մանանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։